Առաջնահերթ պետք է ազատվել այն մեծ և փոքր շորերից, այն լաքաներով և ճղված շորերից, որոնք որ դուք չեք սիրում, որոնք որ ձեզ բուլինգ են անում, որոնք որ ձեզ ասում են, որ դու չաղացել ես, որոնք որ ձեզ ասում են, որ դու նիհարել ես, և այդ ամենը ճնշում է ձեզ ամեն օր, ամեն տեսնելիս, ամեն բարևելիս և տեղը դնելիս։ Հասկացեք, այդ իրերը այլևս ձեզ հարկավոր չեն ձեր տան մեջ։ Եթե դուք պատրաստվում եք և նպատակ ունեք նիհարելու, այդ իրերը չի, որ ձեզ կմոտիվացնեն, հակառակը, իրենք ձեզ կդեմոտիվացնեն, կխլեն ձեր էներգիան, դուք ձեր ժամանակը և ռեսուրսը և մտքերը կսկսեք տրամադրել իրենց, իսկ ազատվելով ավելորդ իրերից, մենք ազատում ենք մեր ուղեղը, մենք ազատում ենք, թեթևացնում ենք մեր կենցաղը ավելորդ հոգսերից և ավելորդ ազատված ժամանակից, նախ մեր ուղեղը սկսում է ավելի լավ աշխատել, կարողանում ենք ավելի արդյունավետ ձևով կազմակերպել, պլանավորել մեր ամիսը, մեր շաբաթը, մեր օրերը, մեր սնունդը, մեր սովորությունները, օրինակ, եթե մեծ շորերի մասին է խոսքը գնում, կոնկրետ տեսել եմ օրինակ, երբ մարդը ավելորդազերծել է, ազատել է իր ժամանակը, իր կենցաղը թեթևացրել է և դրա շնորհիվ ժամանակ է ազատել մշտապես մարզասրահ այցելելու, ավելի շատ քայլելու համար և ինքնաբերաբար ավելորդ քաշն էլ գնացել է։ Սրանք հեքիաթներ չեն կամ ինչ-որ համոզումներ և նաև նշեմ, որ երաշխիքներ չեն, բազմաթիվ գործոններից է կախված ավելորդ քաշը, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե ունեք նման նպատակ, ունեք ցանկություն մարզասրահ գնալու, բայց չունեք ժամանակ այդ ամենը անելու, կոչ եմ անում ձեզ հենց հիմա վեր կացեք, կատարում ենք մեր սիրելի աղբի տոպրակի 10 րոպեանոց թերապիան։ Այդ գործողության շնորհիվ ամեն օր ընդամենը 10 րոպե, 10 րոպեն մի քանի ռիլ եք թերթում, այդ 10 րոպեն տրամադրեք ձեր սիրելի տունիկին, ձեր սիրելի բունիկին, որտեղ որ ընդամենը 1-2 ամիս անց դուք կունենաք անճանաչելի, մաքուր, շնչող, թեթև դարակներ։ Ամեն օր ավելորդազերծում իրականացնելով, ազատվելով այդ թունավոր իրերից, ինչ-որ մարդու ժամանակին ում սիրել եք կամ ով սիրել է ձեզ և նվիրել է ինչ-որ իրեր, բայց դուք հիմա չեք սիրում իրեն և չեք նայել չի սիրում ձեզ, դուք պահում եք այդ իրերը, թեկուզ լինի ոսկե ականջող, արծաթե ինչ-որ կուլոն և այլն, և այդ իրերը թունավորում են ձեզ, այդ մեծ ու փոքր շորերը թունավորում են ձեզ։ Հենց հիմա վեր կացեք, ազատվեք, որքան էլ այն կիրառելի լինի ինչ-որ մի օր։ Մարդկությունը այն քանակությամբ միլիոնավոր իրեր է արտադրում, որ բոլորս ամեն օր փոխենք, հագնենք և այլն, չենք կարող այն կիրառել մինչև վերջ, այնպես որ ապրեք թեթև։ Հիշեք, դուք ավելի կարևոր եք, քան ցանկացած իր, որը գտնվում է ձեր տանը։ Հիշեք, դուք արժանի եք ունենալ թեթև և հարմարավետ տուն, և ավելորդազերծումը ինքդ քեզ սիրելու մասին է։